49 կին, որոնց նա դաժանաբար սպանեց և կերակրեց իր խոզերին։ Ուղիղ 13 տարի շարունակ նա կերակրում էր իր խոզերին այն մարդկանց դիերը, որոնց տանջում էր և սպանում։ Հետո այդ մսերը վաճառում էր շուկաներում սովորական մարդկանց իբրև խոզի միս։ Նրա դատավարության վրա ծախսվեց շուրջ 70 միլիոն կանադական դոլար։ Այսօր խոսելու ենք Կանադայի ամենասարսափելի մարդասպաններից Ռոբերտ Պիկտոնի մասին, բայց մինչև տեսանյութին անցնելը չմոռանաս բաժանորդագրվես ալիքին, ինչպես նաև մեկնաբանություններում կիսվես քո կարծիքով։ What's your emergency? 1990-ական թվականներին Վանկուվերի Downtown Eastside-ի շրջանում, որը համարվում է թմրամոլության և մարմնավաճառության կենտրոն, սկսում են անհետանալ սեքս աշխատողները։ Ոստիկանների համար լրիվ մեկ էր, քանի որ անհետացողները անօթևաններ էին կամ մարմնավաճառներ։ Հենց այդ ժամանակ էլ Պիկտոն եղբայրները սկսում են իրենց պատկանող ֆերմայում, որը հիմնականում խոզաբուծությամբ էր զբաղվում, անցկացնել տարբեր տեսակի խրախճանքներ, խնջույքներ, փարթիներ, որոնց հիմնական հյուրերը լինում էին տարբեր թմրամոլներ, ինչպես նաև մարմնավաճառներ։ Շատ հետաքրքիր է նաև այն փաստը, որ այն կանայք, որոնք հետագայում անհետանում էին, մասնակցում էին այդ խնջույքներին։ Ռոբերտ Վիլյամ Պիկտոնը ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 24-ին։ Բրիտանական Կոլումբիայում խոզապահներ Լեոնարդո և Լուիս Պիկտոնների ընտանիքում։ Նա 3 երեխաներից երկրորդն էր։ Երեխաների դաստիարակությամբ հիմնականում զբաղվում էր մայրը, ով ուներ շատ խիստ, նույնիսկ դաժան բնավորություն, իսկ հայրը շատ հանգիստ էր և անտարբեր։ Մայրը փոքր տարիքից երեխաներին սովորեցնում է ծանր ֆիզիկական աշխատանքներին և այնքան էլ ուշադրություն չի դարձնում նրանց անձնական խնդիրներին։ Պիկտոնների ընտանիքը չէր փայլում իր մաքրությամբ և գրագիտությամբ։ Այդ իսկ պատճառով էլ հենց մանկուց երեխաներին ծաղրում էին հասակակիցները։ Հայրը որոշում է, որ ֆերման աղջկա համար հարիր չէ և նրան ուղարկում է իր բարեկամներից մեկի մոտ։ Աղջիկը այդպես փրկվում է հետագայում, իսկ երկու եղբայրները շարունակում են ապրել այդ ֆերմայում և փոքրուց մասնակցում տարբեր կենդանիների, բայց հիմնականում խոզերի մորթին։ Նրանք փոքր հասակից էլ շատ լավ գիտեին, թե ինչպես ճիշտ բռնել կացինը, ինչպես ճիշտ ջարդել ոսկորը և որտեղ կատարել կտրվածք, որպեսզի խոզի կարևոր օրգանները կամ այն մսամթերքը, որը ցանկանում էին, չփչանա։ Ռոբերտը մանկուց էլ չէր փայլում իր գիտելիքներով և 14 տարեկան հասակում նա դպրոցից դուրս է գալիս։ Դուրս գալով սկսում է միայն իր ուշադրությունը կենտրոնացնել ֆերմայի վրա և հետագայում, երբ որ ծնողները մահանում են, աղջիկը իր մասնաբաժինը վաճառում է, իսկ երկու եղբայրները մնում են ֆերմայում։ Ինչ խոսք, Ռոբերտը դառնում է շատ հաջողակ ֆերմեր, ինչպես նաև նա կարողանում է լավ համբավ ստեղծել մսամթերքի շուկայում։ 1997 թվականին Պիկտոնը փողոցում հանդիպում է 24-ամյա Մարնի Ֆրեյդը անունով մարմնավաճառին։ Մարնին թմրամոլ էր և Պիկտոնը նրան առաջարկում է թմրանյութեր իր ծառայությունների դիմաց։ Աղջիկը համաձայնվում է։ Նրանք միասին գնում են Պիկտոնի մեքենա և երբ ավարտվում է ամեն ինչ, Պիկտոնը դառնում է շատ ագրեսիվ։ Մարնին այլևս ոչ ոք չի տեսնում։ Պիկտոնը սպանելուց հետո նրան մասնատում է և կերակրում իր խոզերին, որից հետո այդ խոզերին մորթում և վաճառում մարդկանց։ Այսպիսով Պիկտոնի պատճառով Կանադայի կոնկրետ շրջանում մարդիկ սկսել էին դառնալ կանիբալ, սակայն չիմանալով դրա մասին, ոչ ոք նույնիսկ չէր կարող հասկանալ կամ նույնիսկ տարբերակել՝ սա խոզի միս է, թե մարդու։ Մի կին կարողանում է փախչել Ռոբերտի ձեռքերից և դիմում ոստիկանություն։ Ոստիկանները նրան ձերբակալում են, սակայն $2000 գրավի դիմաց նրան ազատ են արձակում և ոստիկանները աչք են փակում, քանի որ այդ կինը սովորական մարմնավաճառ էր, իսկ Ռոբերտը հարկված ֆերմեր էր։ Այսպիսով նա շարունակում է իր սպանդը։ Շուրջ 13 տարի նա սպանում է տեղացի կանանց։ 1998 թվականին նա սպանում է ևս մեկ կնոջ։ 1999 թվականին նա չի սպանում այդ կնոջը, այլ նրա հետ սկսում ապրել ֆերմայում։ Կարծես թե ինչ-որ մի բան փոխվում է նրա վարքագծում, քանի որ բոլորը սկսում են կարծել, որ նրանք սիրահարված են, շուտով նույնիսկ կարող է ամուսնանան, բայց ոչ։ Լիլ Էլլի անունով թմրամոլ մարմնավաճառը 1999 թվականին մոտ 1 ամսով տեղափոխվում է ֆերմա։ Մի գիշեր Լինը թմրանյութերի ազդեցության տակ լինելով քնում է հենց մեքենայի մեջ։ Գիշերը մի պահ արթնանալով որոշում է դուրս գալ փողոց։ Դռներից մեկը կիսաբաց է լինում, և Լինը ուզում է տեսնել, թե ինչ է կատարվում ֆերմայում։
Ներս մտնելով նա տեսնում է երկու կնոջ ոտքեր, որոնք կախված էին կեռից ֆերմայի հենց մեջտեղը։ Արյունն ամբողջությամբ գետնին էր։ Լինը փախչում է ֆերմայից։ Ռոբերտը նույնիսկ չէր փորձում նրան հետապնդել, գտնել կամ փախչել հետևից, որպեսզի նա ոչ ոքի չասի, քանի որ գիտեր նա այնքան վախեցած է, որ մեկ է, ում էլ ասի ոչ մեկ չի հավատա։ Եվ հենց այդպես է լինում է։ Լինը մինչև դատավարություն լուռ է մնում։ Ռոբերտի ընկերուհիներից մեկը, Դինա Թեյլորը, նրան պարբերաբար տարբեր աղջիկների էր բերում։ Նա աղջիկներին բերելուց հետո նույնիսկ չէր հետաքրքրվում, թե ինչ ճակատագրի են նրանք արժանացել, քանի որ նրանց այլևս ոչ ոք չէր տեսնում։ Սակայն մեծ գումարի դիմաց նա պատրաստ էր Ռոբերտի համար աղջիկներ բերել, թեկուզ ամեն օր։ Այսպես շարունակվում են նրա սպանությունները եւ շատ հետաքրքիր է այն փաստը, որ ոստիկանները դեռևս աչք են փակում այս ամենի վրա, քանի որ, ինչպես նշեցի վիդեոյի սկզբում, նրանք լրիվ թքած ունեին, թե ուր են կորում այս մարմնավաճառները կամ ինչու պետք է ինչ-որ մեկը նրանց սպանի։ Այս ամենը շարունակվեց 13 տարի։ 2001 թվականին Ռոբերտի սպանությունների թիվը հասնում է 54-ի։ Այդ շրջանում նա նույնիսկ փոփոխություն արեց իր ձեռագրում, սպանելով երկու աղջկա, նրանց ոչ թե միանգամից կերակրեց խոզերին, այլ մարմնի որոշ մասեր առանձնացրեց եւ պահեց։ Չկա կոնկրետ տեղեկություն, արդյոք Ռոբերտը նույնպես զբաղվում էր կանիբալիզմով թե ոչ, սակայն փաստը մնում էր այն, որ ամբողջ տարածաշրջանը հենց Ռոբերտի խոզի մսերն էր ուտում։ 2002 թվականին Պիկտոնին մեղադրում են ապօրինի զենք պահելու մեջ եւ նրան կալանավորում են։ Այդ ընթացքում հետաքննություն է սկսվում ամբողջ ֆերմայի տարածքում։ Հետաքննությունների ընթացքում ֆերմայից հայտնաբերվում է 21 կանանց ԴՆԹ եւ մարմնի մասեր։ Ընդհանուր առմամբ մոտ 200,000 ապացույց ոսկորների, ատամների, անձնական իրերի, հագուստի, նույնիսկ ասթմայով հիվանդ զոհերից մեկի ինգալյատոր։ Ոստիկանների համար այդ պահին ամենադաժանը այն եղավ, որ նրանք խոզի կերի մեջ գտան մարդկային ԴՆԹ։ Այդպես նրանք հասկացան, որ Ռոբերտը իր խոզային մարդկանց մարմնի մասեր է կերակրում։ Պիկտոնը ոստիկանության, ինչպես նաև դատարանում չի ընդունում իր մեղքը, չի ընդունում այն փաստը, որ նա ինչ-որ մեկին սպանել է, բայց բանտախցում իր հետ նստածների մոտ նա գլուխ է գովում, որ 49 մարդու սպանել է, բայց ցավոք չի հասցրել 50-ի։ Նրա դատավարությունը ընդհանուր առմամբ տևում է շուրջ 11 ամիս։ Այդ ընթացքում փորձագետները սկսում են տարբեր ապացույցներ հավաքել եւ այդ ամենի վրա ծախսվում է շուրջ 70 միլիոն կանադական դոլար։ 2007 թվականին Ռոբերտ Պիկտոնը մեղավոր է ճանաչվում 6 կնոջ սպանության մեջ։ Այստեղ հարց է ծագում, բա ուր մնացին մնացածը, հա? Ամբողջ հարցը հետեւյալն է, որ այդ 6 կնոջը, այսքան քանակապես բավարար էր, որ Ռոբերտին բանտ ուղարկեին եւ դրա համար հավելյալ գումար պետք կգար, որպեսզի ցուցակը ավելի շատ լիներ։ Իսկ մյուս կանանց ընդգրկելու համար այդ ցուցակում նրանցից բավականին շատ մեծ գումար կպահանջվեր եւ շատ մեծ ժամանակ, որպեսզի բոլոր այդ 49 կանանց տեղավորեին ցուցակում եւ դրա պատճառով նրան դատեին։ Այդ իսկ պատճառով նրան մեղավոր են ճանաչում միայն 6 կնոջ սպանության մեջ։ Նրան դատապարտում են 25 տարվա ազատազրկման, սակայն նա հնարավորություն ունի բանտից դուրս գալու լավ պահվածքի համար։ Սա օրենքն է, ոչինչ չեն կարող անել։ Այդ ընթացքում Ռոբերտ Պիկտոնը շատ հաճախ փորձում է տարբեր ԶԼՄ-ների, ինչպես նաև տարբեր թերթերի միջոցով խոսել այն մասին, որ նա մեղավոր չէ, ինչպես նաև փորձում է գիրք գրել, սակայն հասարակական տարբեր կազմակերպություններ այս մասին իմանալով սկսում են տարբեր բողոքի ակցիաներ, որի պատճառով է պետությունը դա Ռոբերտին թույլ չի տալիս։ 2027 թվականին հնարավոր է Ռոբերտ Պիկտոնին ազատ արձակեն, սակայն 2024 թվականի մայիսի 31-ին 74 տարեկան հասակում Ռոբերտը բանտախցում մահանում է։ Ավելի շուտ նրան սպանում են։ Սպանում է իր խցում նստած տղամարդը, պարզ չէ ինչի համար, ինչ որ վիճաբանության արդյունքում նրան սպանում են։ Այսպիսով Pig Farmer Killer-ը, նույն ինքը Ռոբերտ Պիկտոնը մահանում է 74 տարեկան հասակում։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, կխնդրեմ ալիքին բաժանորդագրվեք, ինչպես նաև սեղմ եք զանգակ կոճակը եւ չմոռանաք մեկնաբանություններում կիսվել ձեր կարծիքով։ What's your emergency? I was in my work, maybe that's what I was stopping for.
Yeah.